Բարև ձեզ, օրվա իրադարձությունների տեղեկատվությամբ եթերում հորիզոնն է, ապրիլի 35 շաբթի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-ից 5-ը կգտնվի Հայաստանում։ Այսի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Տեղի կունենա Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Փաշինյանը եւ Մակրոնը հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների համար հայտարարություններով։ Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուր կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան։ Տեղի կունենա նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուր կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Երեկ Հայաստանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն։ Սահմաններ, քարտեզներ եւ քաղաքական պայմանավորվածություններ։ Աղվերանում կայացած հայ-ադրբեջանական 13-րդ հանդիպումը նոր փուլ է բացում սահմանազատման գործընթացում։ Կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հանդիպմանը։ Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցերի շուրջ։ Վարչապետի դիտարկմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի գիծը պետք է հստակ լինի։ Տրամաբանությունն է, ենթադրենք, եկեք հասկանանք, որ պետքա երկաթուղի անցնի։ Պետքա հստակ լինի սահմանը որտեղ է, որն է Հայաստանի պատասխանատվության գոտին եւ որն է Հայաստանը, այսինքն գիծը որտեղ է անցնում, որովհետեւ ենթակառուցվածք պետքա կառուցվի, չէ՞։ Ընթացակարգային առումով կարծես կողմերին հաջողվում է որոշակի համաձայնությունների գալ։ Մինչ այժմ պայմանավորվածություն է եղել սահմանազատումը իրականացնել հյուսիսից հարավ, սակայն թրիփով պայմանավորված որոշ հատվածներում հնարավոր է արտահերթ սահմանազատում իրականացվի, նկատում է հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը։ Թրիփը ենթադրում է ավտոճանապարհ, երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր եւ այլ ենթակառուցվածքներ, եւ դրանց հետ կապված արդեն կախված թե որտեղով են անցնելու տվյալ ենթակառուցվածքները, հնարավոր է անհրաժեշտություն առաջանա արտահերթ ձևաչափով տվյալ կտորները այդ հիմնականում հարավում սահմանազատումը իրականացնել։ Առաջընթացի մասով դեռ վաղ է խոսել, ասում է Մինասյանը, աշխատանքային գործընթաց է։ Ինչպես հայտնի է, վերջին անգամ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովները հանդիպել էին անցած տարի նոյեմբերին։ Ինչպես հայտնի է, Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն ավելի քան 1000 կիլոմետր սահման, եւ որից սահմանազատված է 12-13 կիլոմետր եւ այս ուղղությամբ բավական լուրջ անելիքներ կան եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումները, շփումները բավական կարեւոր են այս գործընթացին, հենց գետնի վրա սահմանազատման աշխատանքներին որոշակի ազդակ իմպուլս հաղորդելու տեսանկյունից։ Այս անգամ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը աչքի ընկավ նոր տարով։ Գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է եղել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։ Վարչապետի դիտարկմամբ սա տրամաբանական գործընթաց է։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաև եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն։ Հայաստան-Բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով այժմ էլ շարունակում է իրականացվել։ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ էլ հատուկ ընդգծվել է, որ ձեռքբերված արդյունքները հնարավոր են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ։
Նարեկ Մինասյանը կարծում է, այս օրինակ հանդիպումները նվազեցնում են սահմանին էսկալացիոն ռիսկերը։ Անվտանգային ռիսկերի առաջացման մասով դա քիչ հավանական է։ Հակառակը նման շփումները հնարավորություն են տալիս նաև քննարկելու ամենատարբեր գաղափարներ կամ առաջարկներ, որոնք կարող են նպաստել սահմանին հենց էսկալացիոն բնույթի ռիսկերի նվազեցմանը։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Մուստաֆայևը ցանկացել է այցելել իր ծննդավայր Տավուշի մարզի Ջուջաև բնակավայր, Փաշինյանը նշել է, թե նման հարց չի քննարկվել, նա չի այցելել։ Ադրբեջանի փոխվարչապետն աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ադրբեջան։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը։ Մարինե Դվոյան, Արթուր Տոնոյան, Հորիզոն։ Առաջիկա 2 օրերին Հայաստան կներկրվի այնքան քանակության հեղուկ գազ, որ գներն էականորեն կնվազեն, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազորություն հայտարարել էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանի խոսքով Հայաստանում վերջին շրջանում հեղուկ գազի դեֆիցիտը հիմնականում պայմանավորված էր Իրանի շուրջ տեղի ունեցող իրադրությամբ եւ Վերին Լարսի փակ լինելով։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան խոշոր չափերի կանխիկ 72 միլիոն 600 հազար ռուսական ռուբլի տեղափոխելու դեպքեր։ Մանրամասները ներկայացնում են ՊԵԿ-ի մեր գործընկերները։ Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալները։ Ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ժամանելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՌԹ, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկությունները իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ՌԹ-ն, ում մոտ արկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն Զվարթնոց օդանավակայանից ձերբակալել եւ տեղափոխել են կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն։ Արարևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Քննչական կոմիտեը ներկայացվել նաև ձերբակալված անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՌԹ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավային հանգամանքը, որ 1 օր անց Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 37 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս Զվարթնոց օդանավակայանից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով նույնպես ձերբակալվել եւ տեղափոխվել է կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ տվյալ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ ընտրվել է տնային կալանքը։ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ եւ այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրի դրամական միջոցները Հայաստանի Հանրապետություն փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով եւ խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուց։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Պուտինը Թրամփին ասել է, որ պատրաստ է հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հայտարարել։ Թրամփն իր հերթին նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիր արդեն գրեթե մշակված է։ Երկու երկրների ղեկավարները անդրադարձել են նաև Իրանի պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում եւ աշխարհում ստեղծված իրավիճակին։ 1.5 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփին վերջին մահափորձի հետ կապված եւ դատապարտել հանցագործությունը։
Իր հերթին Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից վերջերս հայտարարված զատիկի զինադադարը։ Այնուհետև Պուտինը իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ պատրաստ է զինադադար հայտարարել նաև հաղթանակի օրվա տոնակատարությունների կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը, հավելելով, որ Թրամփը ակտիվորեն աջակցել է այդ նախաձեռնությանը։ Սակայն ավելի ուշ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ հրադադարի գաղափարը ծագել է իր մոտ։ Ես երկար զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, ես առաջարկեցի փոքր հրադադար եւ կարծում եմ, որ նա կարող է դա անել։ Արդյոք նա արդեն հայտարարել է դրա մասին։ Ես հարցրեցի նրան, նույնիսկ եթե դա փոքր հրադադար է։ Այնտեղ այնքան շատ մարդիկ են սպանվում, դա այնքան հիմարություն է։ Ուշակովի խոսքով Թրամփը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրը մոտ է, իսկ Պուտինը իր հերթին ընդգծել է, որ ամեն դեպքում հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն։ Ուշակովը նաև հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը մի շարք առաջարկներ է արել, որոնք ուղղված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների լուծմանը։ Նա սակայն չի մանրամասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուպերն այսօր հատուկ ճեպազրույց կանցկացնի Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարների վերաբերյալ, հայտնում է Axios-ը։ Ըստ գործակալության Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ կարճ եւ հզոր հարվածների ալիք սկսելու ծրագիր, բանակցությունների փակուղուց դուրս գալու հույսով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա, վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ եւ ցուցաբերելու ավելի մեծ ճկունություն, հայտնում է լրատվամիջոցը։ Իդեպ Ասիայում նավթի գները կրկին բարձրացել են, երբ տարածվել է տեղեկատվություն, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են նոր գործողություն սկսել Իրանի դեմ։ Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգների համար արժեցել է $25 միլիարդ, որի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնյան ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։ Իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն իր հերթին հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու մտադրության մասին։ Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով վարչակազմը կոնգրեսին կդիմի հակամարտության ծախսերի ամբողջական գնահատականն ունենալուց հետո։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգների նախագահը նախորդին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ Իսրայելը պետք է Լիբանանում իրականացնի միայն թիրախային ռազմական գործողություններ եւ խուսափի պատերազմի լիակատար վերսկսումից։ Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է դա ավելի թիրախային անի, ոչ թե շենքեր քանդի, նա չի կարող դա անել, դա չափազանց սարսափելի է, ասել է Թրամփը։ Իդեպ ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Լիբանանում ավելի քան 1,200,000 մարդ կարող է սուր սովի մատնվել պատերազմի պատճառով։ Այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքի վրա, վիրավորվել է առնվազն 18 մարդ, վնասվել են բնակելի շենքեր։ Այս մասին հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Հարվածների հետևանքով ամենամեծ վնասն հասցվել է Պրիմորսկի շրջանի կենտրոնական հատվածին, վնասվել են բարձրահարկ եւ 5 արկանի բնակելի շենքեր, ասել է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով գիշերային հարվածների հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են։ Գյումրիի Պրոշյան փողոցի 235 տարածքի 051 տնակում բռնկված հրդեհի հետևանքով թոշակառու ամուսիններն անտուն են մնացել։ Երկու շաբաթ է Բադոյաններն ապրում են դստեր բազմանդամ ընտանիքում, որտեղ 4-րդ երեխան է ծնվելու։ Տնակն ամբողջությամբ այրվել է, անվնաս որևէ գույք դուրս բերել չեն կարողացել։ Երկրաշարժին բնակարան կորցրած եւ չփոխհատուցված Բադոյանները բնակության տարածքի խնդրով դիմել են ղեկավար կառույցներին։ Ոչ մի բան չի մնացել, ամբողջը կույկի հետ, 2 տոմի գումե կույկ է եղել, վարվել, իջել է, նույնիսկ իրենք մի քանի կապեկ գումար են ունեցել հավաքած, էդել ամբողջությամբ ոչ մի բան չի մնացել, այսպես հավասարվել է հողերին։ Ապրիլի 13-ին բռնկված հրդեհը իրար կպած երկու տնակներին այսօրին է հասցրել։ 235 տարածքի 051 հասցեում թոշակառու ամուսիններ են ապրել, Մարիետան եւ Վարդանը։ Հրդեհի ժամանակ տանը չեն եղել։ Ամուսինն աշխատանքի էր։ Տիկին Մարիետան հիվանդանոցում վիրահատությունից հետո հերթական ստուգումն անցնելու։ Տուն վերադառնալիս հերվից տեսել է, որ իրենց բակում փրկարներ ու մարդիկ են հավաքված։ Իսկ տունը մոխրի կույտի վերածված է գտել։ Մոտ 80 քառակուսի մետր մակերեսով տնակը, որը երկրաշարժից հետո իրենց միակ բնակ տարածքն է եղել, ամբողջությամբ այրվել է։
Ժամը 9:30 պեշկը մարեցի, 10:30 դուսե մեգե պակետնի գմարել եմ, դուսե մեգե դռները փագե 4 կողմն է նայել եմ, ոչ մի բան չկա, ոչ ոդ եմ արել, ոչ ծխիոտ, ոչ մի բան, գնացի հիվանդանոց։ Մեր ժամվա ընթացքում 10:30 գնացել եմ, 12-ին 15 պագաս, եկա այդ կռուգը տարա, տեսնեմ որ տոմիկները չկա։ Կրակը ոչնչացրել է ամբողջ գույքը, անձնական փաստաթղթերը, ամուսինների տարիների ընթացքում կուտակած խնայողությունները, ամուսինների թոշակի գումարներն էին եւ Վարդանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի սանմաքրման աշխատանքով հավաքածը։ Մեզ համար յոլակ էր, տայինք աշխատեր, թոշակեր, հեչ մեգիցե կախում չունեինք, բայց մի այսօր որը մնացինք աղջկատունը հարի եփ։ Տնակն այս տարածքում է տեղադրվել 2013-ից, մինչև այդ հարակից փողոցում էր, փողոցաշինական աշխատանքների պատճառով են տեղափոխել։ Հրդեհի պատճառը ընթացող քննությունը կպարզի, բայց մինչև պատճառները հստակեցնելը կամ առանց դրա էլ թոշակառու ամուսինների համար դժվար լուծելին հետագա բնակության հարցն է։ Հայտնվել են անելանելի վիճակում, ապրիլի 13-ից հետո ապրում են աղջկա տանը, բազմանդամ ընտանիքի հետ։ Բազմազավակ ընտանիք եմ, ունեմ 3 հատան չափած երեխաներ, 4-ին է սպասում եմ, հիմա իրենք մեր տանն են բնակվում։ Ժամվա մեջ չիդեմ, մոխիրացավ բրձավ կետնին հավասարվավ ամեն, ոչ մի բան էլ չունենք, ոչ մի բան չանեցինք, մենք մեր հակի շորերով, ամուսինս է գործի շորերով, մի չիդեմ, մենակ մետ տունըմ կուզենք, մե անգյունըմ։ Դեպքից մեկ օր անց արդեն տուժած ամուսինները բնակության տարածք ապահովելու խնդրով դիմել են պատասխանատու կառույցներին։ Այրված տնակի վերաբերյալ հրշեջ փշկարարների կազմած արձանագրությունով գնացել են մարզպետարան, որտեղից էլ ուղղորդել են քաղաքապետարան։ Մարզպետարան ենք դիմել, դիմում ենք գրել, այնտեղ ասեցին, որ դիմեք գրեք, որ մեզ գումարով օգնեք, բայց մինչև ընտրություններից հետո նոր կարող ենք օգնել, հիմա ընտրությունները այդ կհամարվի ընտրակաշարք։ Դիմել ենք համայնքապետարան։ Քաղաքապետարանից ընտանիքը խնդրել է դրամական աջակցություն, որ գոնե կարողանան հրդեհված տնակի տեղում նորը կառուցել կամ բնակության այլ տեղ առաջարկել։ Սակայն սոցիալական աջակցության տրամադրման փոփոխված կարգով համայնքապետարանն իրավունք ունի ոչ թե գումարի, այլ բնայիրային աջակցություն տրամադրել։ Քաղաքացիները այո դիմել են մեզի, մենք պատրաստական ենք իրենց օգնելու, նույնիսկ հրավիրել ենք, փորձել ենք հստակեցնել, թե բացատրել ենք նույն օրենքի դրույթները, ասել ենք, որ դուք կոնկրետ այս պարագայում, եթե մենք ցես կատարանով չենք կարող ապահովել, ինչի կարիք ունեք, որովհետև մենք ցես կարող ենք բնայիրային տեսքով որոշակի օգնություն տրամադրել, իրենք լսեցին, ուղղակի ժամանակ խնդրեցին, որպեսզի հասկանան, թե այս պարագայում իրեն որն է ավելի առաջնահերթ իրենց համար կարողանան ներկայացնել, որպեսզի մենք էլ ավականու քննարկմանը ներկայացնենք։ Քաղաքապետարանի առաջարկը միայն բնայիրային տարբերակով նշանակում է շինանյութով, տեխնիկայով, գույքով օգնությունը, բայց դա էլ այս պահին հրատապ կատարել չեն կարող, քանի դեռ ընտրական շրջան է։ Իսկ յուրաքանչյուր աջակցություն դիտարկվում է որպես ընտրակաշարք։ Խնդրի քննարկմանը ավականու նիստով կանդրադառնան հունիսին, ընտրություններից հետո։ Բադոյանները երկրաշարժի հետևանքով տուն են կորցրել, բայց այժմ անօթևանների հերթացուցակում չեն, այն պատճառով, որ 2008 թվականին անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացրել, ինչի հետևանքով դուրս են մնացել հաշվառումից։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմի համար այսքանը, ծանոթացեք մեր հետագա թողարկումներին։